Հունվարի 1-ից Երևանում բեռնատար մեքենաների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով, հայտնում է Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Մասնավորապես 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար Երևան քաղաքի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-ից 10 եւ 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։ Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսն այսօր այցելել է Իզմիր Լյամբուշ կենտրոնում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Սաչապահյանին։ Միքայել Սրբազանը վիրահատվել է դեկտեմբերի 26-ին, նա առայժմ կմնա բժիշկների վերահսկողության ներքո եւ հետվիրահատական բուժում կստանա։ Շիրակի թեմի առաջնորդը 2 տարով ազատազրկվել է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մեղադրանքով։ Բաքվում տեղի է ունեցել Արևմտյան Ադրբեջանի մասին վիրտուալ հանրագիտարանային հավաքածու առցանց ռեսուրսի շնորհանդես, այն պատրաստվել է իբր սկզբնաղբյուրների եւ գիտական նյութերի օգտագործմամբ։ Ռեսուրսը պատրաստած ռազմավարական հաղորդագրությունների ադրբեջանական կենտրոնի նախագահն ասել է, որ Արևմտյան Ադրբեջանի վիրտուալ հանրագիտարանը նպատակ ունի գործնականում եւ գիտականորեն իրականացնել նախագահ Իլհամ Ալիևի կողմից առաջ քաշված ռազմավարական կոչը։ Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մակա Բոճիրիշվիլին հեռախոսազրույցում քննարկել են երկու երկրների բարեկամական եւ ռազմավարական գործընկերության ներկա վիճակն ու հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաեւ Վրաստանի միջոցով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման հետ կապված սակագնային հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։ Ընդգծվել է այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու կարեւորությունը։ 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար առողջության եւ դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը պարտադիր է։ Փաստաթուղթը պետք է ներկայացնել ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից։ Ապահովագրության գումարը պետք է կազմի նվազագույնը 30,000 լարի։ Ռազմական գործողությունները դադարեցնելու համար ուկրաինական կողմը պետք է իր զինված ուժերը դուրս բերի Դոնբասից, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պիսկովը։ Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը, որ Կիևը պետք է պատասխանատու քաղաքական որոշում կայացնի Դոնբասի վերաբերյալ ռազմական գործողություններ վերջնականապես դադարեցնելու համար, Պիսկովն ասել է, որ դա նշանակում է զինված ուժերի դուրսբերում Դոնբասի վարչական սահմաններից այն կողմ։ Նա սակայն չի հստակեցրել արդյոք պահանջը վերաբերում է նաև Ուկրաինայի Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերին։ Պեսկովը հայտնել է նաև, որ առաջիկայում սպասվում է նոր հեռախոսազրույց Պուտինի եւ Թրամփի միջև, որի ժամանակ երկու երկրների ղեկավարները կքննարկեն ուկրաինական հարցով Միացյալ Նահանգներում տեղի ունեցած վերջին բանակցությունները։ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է Ռուսաստանում կիրառել օտարերկրյա քրեական դատարանների որոշումները։ Իրավաբանները բացատրում են, որ նոր օրենքը հատկապես կանդրադառնա միջազգային քրեական դատարանների որոշումներին։ Այն նաև անդրադառնում է Ուկրաինայի մասով հնարավոր հատուկ դատարաններին, նախաձեռնությունն ավելի շատ հռչակագրային բնույթ ունի, որպեսզի բոլորն ամեն ինչ հասկանան, ասել են փորձագետները։ 2023 թվականին Հաագայի միջազգային քրեական դատարանը կալանքի օրդեր է տվել Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի նախագահի երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բիլովայի նկատմամբ։ Նրանք կասկածվում են Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին Ռուսաստան անօրինական կերպով արտաքսելու մեջ։